Թվանք հաղորդումը ստեղծեցինք այս կամերան պահած տղու հետ, Անդրանի հետ։ Միտքը առաջացավ Ջերմուկի սարերում 22 թվականի սրացման ժամանակ։ Հայաստանում ամեն տեսակի բլոգ հաղորդում, շոու կար, զենքի մասին հաղորդում չկար։ Այդ բաց թողումը փակելու համար մենք ստեղծեցինք, որ հայ մարդը հայերեն կոնտենտ ունենա ու իմանա, թե A զենքը B զենքից ինչով է տարբերվում։ Ամենատպավորիչը ընկեր Անդրանի համբերատարությունն էր։ Ընկեր Ռազմիկի հետ, երբ որ փուչիկներին էինք կրակում, այդպես շատ տպավորիչ էր։ Այդ օրը շատ մռայլ օր էր, նկարահանման տրամադրություն համարյա թե չունեի։ Զենքի ձեռքբերման պատմությունից խոսելուց ընկահիշողությունների գիրկը ու շատ հաճելի նկարահանում ունեցա։ Նոր զենք էր, անծանոթ, 100 մետր հեռավորության վրա կրակելուց հետո իջանք 500 մետրին։ Այստեղ ես մոռացա նշանոցը կարգաբերել։ Փորձնական կրակոցը բավականին ցածր թիրախից դիպավ։ Մեկ էլ իշխանի ձայնը հետևից։ 8 կլիկ վերև, 4 կլիկ աջ։ Անդրանը թերահավատորեն նայում է իշխանին, հա ինչ ես, կպնելու է։ Գրազգանք պաղպաղակի վրա, գրազ եկան։ Առաջի հենց կրակոցը դիպավ թիրախին։ Հիմա հարց, Անդրան, այդ պաղպաղակը վերջը տվեցիր իշխանին, թե ոչ։ Ոչ մի դժվարություն չի եղել, սա հաղթահարելով անցել ենք, բոլորը ողջ են, առողջ են, մեծացնում, լայքում են։ Ձեռքբերումներից մեկը ինձ թվում է այն է, որ YouTube-յան հարթակում ունենք որակով հայալեզու ալիք։ Հավանաբար կարծրատիպի կոտրումը, որ զենքը վտանգավոր է, զենքը տարածված չէ եւ այլն եւ այլն։ Մեր զինված ընկերներն են ու զինված մարդիկ են, ովքեր թվանքի օգնությամբ հասկացել են, թե ինչ զենք ձեռք բերեն իրենց նպատակներին համապատասխան, իսկ ունեցողներն էլ արդեն թվանքի օգնությամբ բացահայտել են իրենց զենքի պոտենցիալը, անձնական փորձի փոխանակումը շատ օգտակար է եղել։ 100 հազարավոր դիտումներ, հազարավոր մարդիկ, ովքեր հետևում են, պետք չէ ուրիշ բան հորինել, ամեն ինչ թվերով կա, կարող ենք տեսնել։ Թվանք հաղորդումը կարծում եմ մեծագույն դեր ունի Հայաստանում զենքի պատասխանատու մշակույթի զարգացման համար։ Ամենամեծ ներդրումը զենքի մասին խորը տեղեկացված ճիշտ գրագետ հայերենով տեղեկության տարածումը։ Տեսնում ենք, որ կան տարբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, ովքեր զինված են, ովքեր հաճույքով կրակում են, ունեն շատ հետաքրքիր հոբի, պատասխանատու են, մի խոսքով այդ կերպարն էլ բավականին լավ կերպար է ձևավորվել զինված մարդու, ինչը առաջ լրիվ երևի թե հակառակն էր։ Իրականում հաղորդումը պահվում է մեր ընդհանուր ջանքերով ու Patreon-ի շնորհիվ ու նոր հաղորդումներ են նաև պլանավորվում Ազատազենում ու այդ ամեն ինչի հիմնական աջակից կտորը Patreon-ն է։ Ինձ լսեք, կանդամակցեք Patreon-ին, օրինակ մենք ընտանիքով անդամակցում ենք։